Հայաքվի ազգային քաղաքացիական միավորման կազմում գործում են մի քանի հանձնաժողովներ, եւ հանձնաժողովներից մեկը դա սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների հանձնաժողովն է։ Հանձնաժողովի կողմից մենք կատարել ենք ուսումնասիրություններ եւ այս ուսումնասիրությունների ընթացքում ուշադրություն ենք դարձրել նաեւ սոցիալ-տնտեսական բնագավառին, հատկապես կենսաթոշակային համակարգին։ Կենսաթոշակային համակարգը մեր երկրում կարելի ասել խոշորագույն համակարգերից մեկն է, եւ մեջ ընդգրկում է մոտավորապես 500,000-ից ավել, 501-502,000 քաղաքացի կենսաթոշակառու, եւ այստեղ խնդիրները բավականին մեծ են, մենք տեղորոշել ենք, բացել ենք համակարգը, կարելի ասել, եւ այստեղ խնդիրներ կան, որի շուրջը մենք ձեզ այսօր կներկայացնենք թվական տվյալներ, եւ կարծում եմ առաջին հարցերից մեկը նա է, թե կենսաթոշակառուները որ մասն են զբաղեցնում մեր բնակչության, առաջին, երկրորդը տարածաշրջանային տվյալներ ձեզ կտրամադրենք, երրորդը կփորձենք պատմել, հասկացնել, բարձրաբանել, թե թոշակների 5 անգամ բարձրացման միֆը իշխանական արդյոք հիմնավոր է թե չէ, խոսենք միջին ամսական թոշակների մասին, միջին ամսական աշխատավարձերի սպառողական գների ինդեքսի մասին, աղքատության մակարդակի մասին եւ թերսնվածության, տարածվածության մասին, որքան եւ որ դա ցավալ է։ Այսպես Հայաստանի Հանրապետությունում թոշակառուների քանակը 2018 թվականին եղել է մոտավորապես բնակչության ընդհանուր թվի 15.6%-ը, հիմա դա կազմում է մոտավորապես բնակչության 16.27%-ը։ Սա նշանակում է, որ մեր ազգը շարունակում է ծերանալ, իհարկե կյանքի տևողությունը ավելացել է, բայց այստեղ մի խնդիր է առաջացել, որ ամեն տարի փաստորեն տասնյակ հազարավոր մարդիկ դառնում են թոշակառու, կենսաթոշակային համակարգի հետ կապված պետության խնդիրները անընդհատ աճում են եւ պետությունը պետք է երես չթեքի կենսաթոշակառուներից կենսաթոշակային համակարգում իրականացնի իրական ռեալ բարեփոխումներ եւ վերջ-վերջո բնակչության մոտավորապես 16% կազմող այդ խավի, շերտի հարցերը պետք է կարգավորեն, իրականացնեն համապարփակ թոշակային բարեփոխումներ։ Գիտեք, խնդիրը այնտեղ է, որ մեր երկրում կա տվյալներ, որոնք ամոթալի տվյալներ են։ Որն է դա։ Այսպես մենք բարձրացրել ենք նվազագույն կենսաթոշակի չափը եւ դա համատել ենք տարածաշրջանային երկրների հետ եւ Հայաստանում, եթե մենք ունենք 36,000 դրամ նվազագույն կենսաթոշակ, որը համարժեք $93 է, ապա Ադրբեջանում այդ թիվը 320 մանաթ է կամ $188, Վրաստանում դա մոտ 400 լարի է կամ $148, իսկ Թուրքիայում 16,681 լիրա է, որը կազմում է մոտավորապես $505։ Իհարկե, այս թվերը ցույց են տալի, որ մենք գտնում ենք ոչ թե ինչ-որ խայտառակ համեմատություններ, մենք ցույց է տալի, որ Թուրքիայում եւ Հարևան Սուլթանատում 2 անգամ, 5 անգամ կենսաթոշակառուն ավելի շատ նվազագույն թոշակ է ստանում, իհարկե սա անհանդուրժելի մոտեցում է եւ այս պետական մոտեցման հետ կապված մենք խնդիրներ ունենք, որովհետեւ նայեք, այս թվերին տիրապետում են նաեւ իշխանությունները, այս վարչախումբը, բայց վարչախմբի մեջ որդեգրել է մի մոտեցում, որ կարան մանկական ստերով պարզապես խուսափել հարցից եւ հարցը տանել այլ բնագավառ։ Օրինակ, իշխանական թեզը տարածում են հիմնական որոշ ջատագովներ եւ քարոզիչների ղեկավարում է վարչախմբի ղեկավարը եւ վարչախմբի ղեկավարը անընդհատ հայտարարում է բոլոր հնարավոր հարթակները, որ թոշակները մենք 5 անգամ բարձրացրել ենք։ Իհարկե դա սուտ է, որովհետեւ գործողությունը 5 անգամ կատարված գործողությունը չի նշանակում թոշակների չափը 5 անգամ բարձրացում։ Այսինքն դրա հետ կապված ինչ է նրանք իրենք արել։ Մենք մի քիչ արագի մեջ իհարկե փորձենք ներկայացնել կատարված աշխատանքները, ուրեմն 19 թվականի հուլիսից թոշակները բարձրացրել են 10%, դա մեկ քայլ, երկրորդ քայլը եղել արդեն 2022 թվականի, 2022 թվականի հուլիսին թոշակների հետ կապված ներդրեցին նոր համակարգ, հետվճարայի համակարգը եւ այդ հետվճարի համակարգը մոտավորապես 5,000 դրամ էր հնարավորություն տալիս, որպեսզի հետվճար իրականացվի։
Եվ երկրորդ հարցը նա էր, որ 2022 թվականին 99,000 շահառուների համար, կենսաթոշակային խմբի համար իրականացվեց 3,000 դրամով ընդհանուր ավելացում թոշակի։ Դրանից հետո մոտապես 2023 թվականի հունիսի 29-ի բարձրացվեց նվազագույն կենսաթոշակի չափը, դա 31,600 դրամից դարձավ 36,000 եւ արդեն 2024 թվականին հաստատվեց հետվճարի նոր համակարգ, արդեն գումարը որպես առավելագույն սահմանվեց 6,000 դրամը եւ 12% հետվճարի համակարգը սահմանվեց, բայց այստեղ գնացին ճիզվիտական մի դիրքորոշման, որ նրա մեջ հանեցի նախնական կար կոմունալ հետվճարից օգտվելու հնարավորություն, հիմա դա էլ հանեցին։ 2025 թվականի հունվարի 9-ին ներդրեցին նոր որոշում, որ այս հետվճարի համակարգը 12% է դառնում եւ դա գործելու է 1 տարի ժամկետով։ Հիմա բնականաբար այս տվյալները, որ մենք ներկայացնում ենք, սա ցույց է տալիս, որ թոշակները չի բարձրացվել 5 անգամ։ Այս մարդիկ պարզապես ստում են։ Մարդիկ հարցից խոսակում են մանկական ստեր հորինելու, տարածելու իմաստով։ Հավանաբար շատերը նույն այդ քարոզիչների իշխանական կարող են պնդել, որ դա չի վերաբերվում միջին ամսական թոշակներ, միջին ամսական թոշակների հետ կապված էլ մենք ունենք էլ ուսումնասիրությունը երևում որ 2018 թվականներին միջին ամսական թոշակը եղել է 40,000 դրամի կարգի, ներկայում այն կազմում է 49,000։ Հաստատում ենք ունենք այս 7 տարիների ընթացքում ընդհանուր թոշակի միջին ամսական չափի մեծության փոփոխություն ավելացման կողմ 20%-ի չափով 5 անգամ բարձրացնելու խնդիր այստեղ չկա։ Կամ մի լրացուցիչ խնդիր, որը մենք դրա վրա ցանկանում ենք ուշադրություն հրավիրել հանրության, որ Հայաստանի Հանրապետությունում գնաճի նույնիսկ այս պայմաններում համախառն ներքին արդյունքի եւ բյուջեի մեծությունները անընդհատ մեծանում են, ծավալները անընդհատ մեծանում են, դա հետ կապված Հայաստանի Հանրապետությունում միջին ամսական աշխատավարձերն են բարձրանում եւ միջին ամսական աշխատավարձերի աճը կազմել է 2018 թվականի 172,000 դրամից ներկայումս կազմում է այս տարվա արդեն հունիսի տվյալներով կազմում է մոտապես 296,000, աճ առավել քան 73-74% է, բայց 73-74% այս միջին ամսական աշխատավարձի աճի պարագայում մենք ունենք ընդհանուր թոշակների 20%-անոց աճ։ Սա նշանակում որ քաղաքացին, որը գտնվում է ընդհանուր աշխատունակության տարիքի մեջ, նա երբ որ տեղափոխվում է կենսաթոշակային տարիքի, առնվազն 3 անգամ նրա եկամուտները հնարավոր ձեռքբերման իմաստով նրանք պակասելու են։ Այս խնդիրները, գիտեք ինչ, լավ կյանքից չէ, եւ մենք պետք է այստեղ բազմաթիվ խնդիրներ կա, որ պետք է բարձրացնել։ Խնդիրներից մեկը նա է, որ թոշակների հետ կապված մի անտեսանելի թշնամի կա, դա սպառողական գների ինդեքսն է։ Այս սպառողական գների ինդեքսը չեմ ուզում ձեզ ծանոթ տնտեսագիտական բարդ հաշվարկներով, բայց նա խժորում է թոշակների, թոշակառուների այդ հնարավորությունը եւ գնողունակության անկման հետ միասին թոշակառուն նույն գումարի չափով ձեռք է բերում ավելի քիչ ֆիզիկական ապրանքներ եւ ավելի քիչ ծառայություններ։ Բնականաբար դրա հետ կապված աղքատության մակարդակը երկրում շարունակում է մնալ ոչ թե գոհացուցիչ, մի խայտառակ իրավիճակ է, բայց խայտառակ իրավիճակը այս նորից թվերով ձեզ ներկայացնում, եթե 2018 թվականին նա կազմում էր 26,7%, հիմա կազմում է 23,7%, այսինքն պետական բյուջեի եւ հնայի մակարդակի աճի դեպքում, որ իհարկե նաև արտաքին գործոններով էր բարենպաստ պայմանավորված, մենք ունենք աղքատության գործակցի համեմատաբար կարելի ասել անփոփոխ ցուցանիշ 3%-անոց նվազում աղքատության մակարդակի դա բավարար չէ։ Մի խնդիր էլ կա, այս թվական տվյալների կողմից ներկայացնում ենք, մի խնդիր կա, դա թերսնվածության մակարդակն է։ Թերսնվածության մակարդակը մեր երկրում 13-14 թվականին կազմում էր 4.5%, արդեն 17 թվականին 9.5%, եւ այդ ցուցանիշը ավելի բարձր է, սա խայտառակ իրողություն է։ Հարգելի ընկերներ, ես ուզում եմ ասել հետեւյալը, որ սրանք թվեր են ընդհանրապես, բայց սրանք թվեր են անտարբերության մասին, սա ուրացման մասին թվեր են, եւ այն քաղաքական վարչախումբը, որ Հայաստանում ներկայումս աշխատում է, նա մեր 502,000 թոշակ եւ նպաստ ասող քաղաքացիներին պարզապես մոռացել է, ուրացում է եւ դա հետ կապված մենք հավանաբար այսօր կներկայացնենք մեր առաջարկները եւ կարծում եմ կհամոզվեք, որ
մեր աշխատանքի հիմնական նպատակը մեր կենսաթոշակառու լավ պայմաններ ստեղծելն է, առողջացնելը, որպեսզի այդ մարդիկ ունենան, որպեսզի հնարավորություն ունենան եւ որպեսզի ծառայությունները լիարժեք երկրում